Բարև ձեզ, հազար բարի, ես էլ եմ ուրախ, շնորհակալ եմ։ Սիրելի սիսյանցիներ, ողջունում եմ բոլորիդ, այս Անձրևը տեսաք ոնց պարզաջրեց ամեն ինչ, մի հատ խնդրում եմ ես պահեք։ Սիրելի սիսյանցիներ, նախ շնորհակալ ենք, որ այս տեղատարափի տակ եկել եք, բայց ընդհանրապես մենք քարոզարշավը սկսեցինք Անձրևի պայմաններում, Միտիկին ասում է, ահա դեր տրամադրությունը չընկավ, ասում է, որ եկաք սենց վարար Անձրևա գալիս, ասի չէ, հիմա մենք մեր տրամադրությունով Անձրևը կդադարեցնենք եւ նորմալ քարոզարշավ կսկսենք, այնպես որ եկեք մի հատ ծափերով իրար ողջունենք ձեր։ Ժողովուրդ ջան, ճիշտն ասած ես բրոշյուր ունեմ ինձ մոտ, որտեղ գրված է, թե մենք հանրապետության որ համայնքում ինչ աշխատանք ենք արել, սուբվենցիոն ծրագրերով, ուղիղ ծրագրերով եւ այլն, բայց ես չեմ ուզում տենց պաշտոնական խոսակցության վերածեմ, որովհետեւ ինչ որ արվել է, դուք տեսնում եք, ինչ որ չի արվել, էդ էլ գիտեք, բայց ես էլի ուզում եմ ասել, մենք այս ընթացքում Հայաստանում բազմաթիվ խնդիրներ լուծել ենք, բայց ակնհայտ է, որ բազմաթիվ խնդիրներ կան, որ դեռ մնում են չլուծված։ Բայց մենք այսօր նաև շատ դարակազմիկ հարցեր ենք լուծել սոցիալական ոլորտում։ Օրինակ առողջության ապահովագրությունը, որից օգտվում են 65+ տարիքի թոշակառուները, բայց ես ուզում եմ ասեմ, մենք ասում ենք 65+ տարիքի թոշակառուներն են շահառուն, բայց ոչ առաջինը իրանց զավակներն են շահառուն, որովհետև ով տարիքով ծնող ունի, մեզնից բոլորը միշտ լարված է, ասում է, բա վերջը տարիք է, որ մի հատ առողջական խնդիր լինի, ինչ ենք անելու, դրա համար ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը եկել է եւ ձեզ ասում է, որ դուք մենակ չեք, ձեր ծնողների հետ կապված այն հեղափոխության ժամանակվա երգը հիշում եք, բանաստեղծությունը, որ ասում ենք եւ մենակ չենք։ Հիմա 2026 թվին, դա 2018 թիվն է, ասում ենք մենք մենակ չենք, այսօր մենք էլի եկել ենք վերահաստատելու, որ դուք մենակ չեք, ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին կանգնած է, եւ այսօր ձեր 65+ տարեկան ծնողների առողջության ապահովագրության խնդիրն է լուծել, ձեր 65 թոշակառու ծնողների թոշակների հարցերն է լուծել։ Ես պատահական այսօր մտել եմ մի քանի տուն եւ բոլոր թոշակառուները հաստատել են, որ իրանց թոշակը 10,000-ով բարձրացել է եւ հետ վճարով է տարբեր 8-ից մինչեւ 11,000 դրամ իրանք հետ են ստանում մի հատ թոշակառուների հետ վճարով, մի հատ էլ ընդհանուր հետ վճարով։ Բայց ընդհանուր առմամբ այս ընտրությունները իրականում ոչ թոշակի, ոչ առողջության ապահովագրության մասին չի, չնայած էլ եմ ասում, առողջության ապահովագրությունն էլ, թոշակի բարձրացումն էլ մեր երկրի համար դարակազմիկ նշանակություն ունեցող հարցեր են, որովհետև մեր երկրում առաջին անգամ է, որ միջին կենսաթոշակը բարձր է նվազագույն պարերային զամբյուղից։ Մեր երկրում առաջին անգամ է, որ մենք այսպիսի հուսալի առողջության ապահովագրություն ենք բանարել, ներդրել։ Իմիջիալոց նախկինում 2 փորձ եղել է արդեն առողջության ապահովագրություն ներդնելու, ներդրվել է եւ արագ չեղարկվել է։ Չհավատակ նրանց, ովքեր ասում են, որ ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը չեղարկվելու է։ Դա բացառված է։ Մենք այսօր Տիկին Ավանեսյան, ուր եք, Տիկին Ավանեսյան։ Անայդ Ավանեսյանը առողջապահության նախարարը, ով առողջության ապահովագրության ներդրման։ Մեր մյուս գործընկերները ուր են, պարոն Միրզոյան, պարոն Կոնջորյան, պարոն Ռուբին, եթե շփվում եք մարդկանց հետ, նորմալ է, մնացեք եւ շփվեք։ Բայց եթե այդտեղ միտեղ ծառի տակ նստած ծխում եք կամ չգիտեմ իրար հետ եք շփվում, ավելի լավ է եկեք այստեղ կանգնենք։ Տիկին Ավանեսյան, դուք հիմա մենք կարող ենք հաստատել, որ ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդհակառակ ավելի է ընդլայնվելու։ Ասեք 2 բառ այդ մասին։ Այո, պարոն վարչապետ, ոչ միայն չեղարկվելու, այլ նաև նոր խմբերն են ավելանալու եւ մենք 2 տարվա ընթացքում մեր ողջ բնակչությանը արդեն ապահովելու ենք առողջության ապահովագրությունով, ժողովուրդ ջան։ Այս հունվարի 1-ից միանալու են բոլոր աշխատողները, անկախ իրաց աշխատավարձի չափից։ Միանալու են տաքսիի վարորդները։ Այնպես որ առողջության ապահովագրությունը անկասելի է։ Ժողովուրդ, ստեղ ուզում եմ մենք ճիշտ հասկանանք իրար, 65+ տարիքի
եւ միջև 18 տարեկանների համար վճարում է պետական բյուջե։ Աշխատողները իրենք են իրենց աշխատավարձից վճարումներ իրականացնում, բայց այդ վճարածի մի մասն էլ համընդհանուր հայտարարագրման համակարգով որպես սոցիալական հետվճար հետ են ստանալու։ Եվ առողջության ապահովագրության ամենամեծ գնահատականը տվել են մեր սիրելի տաքսիստները։ Իրանց հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, մենք իրանց հետ կաշխատենք, լուծումներ կգտնենք փոխադարձ ընդունելի, բայց մի օր ինձ ասում են, գիտեք, ասում են տաքսու վարորդները բան են անում, ակցիա են անում, բողոքի ակցիա։ Ասում եմ, ինչի համար են բողոքի ակցիա անում։ Ասում են, պահանջում ենք, որ մեզ ներառեք առողջության ապահովագրություն։ Չեք պատկերացնի ինչքան ուրախացա, որովհետև դա առողջության ապահովագրության ամենամեծ գնահատականն է։ Ես ձեզ մի գաղտնիք ասեմ, բազմաթիվ երկրներ, որտեղ առողջության ապահովագրությունը ներդրվել է, ցույցեր են արվել բողոքի ընդդեմ առողջության ապահովագրության, որովհետև նրբություններ են եղել վճարումների բանի հետ կապված եւ իմիջայլոց։ Մենք քանի տարի է որ քննարկում ենք, 8 լավ, սենց ասեմ, 7 տարի 8 ամիս, հա, որ ճշգրիտ 7 տարի 8 ամիսա մենք էս քննարկում ենք եւ այո, մենք էլ կարող ենք հիմա մտնել են տարբերակով, որ մարդիկ բողոքեին համակարգի դեմ, որովհետեւ գիտեք ինքը չեմ ուզում նրբությունների մեջ մտնեմ, շատ բարձ համակարգ է, բայց այսօր մենք ներդրել ենք, որտեղ մարդիկ բողոքի ակցիա են անում, ասում են մեզ էլ ներառեք այդ համակարգի մեջ, դրանից ավելի մեծ գնահատական չկա, բայց էլի եմ ասում, ինչքան էլ այս փոփոխությունները դարակազմիկ են, ժողովուրդ ջան, 2026 թվականի խորհրդանական ընտրությունները մի շատ կոնկրետ գործնական նպատակ ունեն եւ մի շատ կոնկրետ թեմայի են վերաբերվում եւ դա խաղաղության թեման է եւ մենք գիտեք մեր կարգախոսը որն է եւ այդ կարգախոսում մենք կարող ենք նույնիսկ ելույթներ չունենալ որովհետեւ այդ նախադասության մեջ ամեն ինչ ասված է Տեր կանգնիր խաղաղությանը։ Մենք ուզում ենք, որ դուք տեր կանգնեք խաղաղությանը, որովհետև դա ձեր խաղաղությանն է, դա ձեր զրկանքների գնով ձեռք բերված խաղաղությանն է, որովհետև տեր կանգնելով խաղաղությանը, մենք տեր ենք կանգնում մեր պետությանը, մեր անկախությանը, մեր ինքնիշխանությանը, մեր ապագային, որ այսօր է։ 2021 թվականին ես նույն տեղը ես եկել եմ եւ ձեզ ասել ենք որ ապագա կա, այսօր եկել եմ ասելու, որ այդ ապագան այսօր է։ Ապագան եկել է ժողովուրդ եւ Տերը պետք կանգնել այդ ապագային։ Եվ խաղաղությանը Տեր կանգնելով ամենակարևորը, մենք Տեր ենք կանգնում մեր նահատակների հիշատակին, որովհետեւ մեր նահատակների հիշատակը հարգելու ավելի ազդեցիկ կոթող հուշարձան, ինչ ասեմ, տուրք չկա, քան անվտանգ, խաղաղ, զարգացող բարեկեցիկ, ազատ, երջանիկ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը եւ ուրեմն այո ծափեր մեկ Գիտեք ինչ մենք մեր պատմության մեջ հաճախ ա եղել ցավոք որ մենք նահատակներ ենք ունեցել եւ Վերջնարդյունքում դժվար է եղել ձևակերպել, լավ, մենք ինչ ստացանք։ Այսօր ես ձեզ ասում եմ ինչ ստացանք, մենք ստացանք ապագա, ժողովուրդ։ Մենք ստացանք ապագա ոչ թե որը 7 սարի հետևում, այլ ապագան էստեղ է, հիմա է։ Ապագան են, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, թոշակառուները հասկանում եք գնում են 3 միլիոն, 4 միլիոն դրամ արժեցող վիրահատություն են վիրահատվում են եւ ուղղակի ասում են ստեցություն եւ գնում են վերադառնում են իրանց տուն։ Այդ ստացանք, ապրելու հնարավորություն ստացանք, պետություն լինելու հնարավորություն ստացանք եւ ամենակարևորը, այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հնարավորություն ստացանք։ Եվ իմ խնդրանքն է ձեզ, կոչն է ձեզ, այս պահի լրջությունը գնահատեք։ Որովհետև սա մեր հազարամյա պատմության մեջ կարևորագույն փուլերից մեկն է։ Դուք այսօր գրել եք պատմություն։ Եվ ձեր խնդիրն է այդ պատմությունը հաստատել եւ այդ պատմությունը դարձնել անընդհատելի։ Որովհետև մեր պատմությունը հաճախ ընդհատվել է, մենք կորցրել ենք մեր պատմության թելը, որովհետև այնտեղ որտեղ մենք չունենք պետություն, այդ նշանակում է չունենք պատմություն։ Նայեք մեր պատմության գրքերը կարդացեք։
Մեր պատմությունը որտեղ է այն ժամանակ, երբ որ մենք չունենք պատմություն, մեր պատմությունը գնում է հասնում է Լեհաստան, Վենետիկ, Սինգապուր, Հնդկաստան, Ամերիկա, չգիտեմ, միջին մերձավոր արևելք, Պարսկաստան եւ այլն։ Մենք մեր պատմությունը վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետություն։ Մեր պատմությունը այլևս հարատև կապված է Հայաստանի Հանրապետության հետ եւ պետքա տեր կանգնել այդ պատմությանը։ Եվ այդ պատմությանը տեր կանգնելը այսօր կախված է ձեզնից յուրաքանչյուրից։ Ես էլ եմ ասում, այսօր շատ մարդիկ ասում են, հա դե պարզա ԿՊ-ն հաղթելու է եւ այլն։ Այս տրամադրությունը ինձ մի քիչ էլ ուրախացնում է, բայց մի քիչ էլ անհանգստացնում է, որովհետեւ կարող է տեսնենք, որ լավ հարևանս գնաց քվեարկեց, մյուս հարևանս գնաց քվեարկեց, լավ դե ինչ կարևոր է ինձ։ Ոչ։ Պատմությունը կախված է մի մարդուց։ Պատասխանատվությունը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց։ Եվ այդ մեկ մարդը ով է։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Եվ ստենց է պատմությունը կերտվում։ Երբ որ ամեն մեկը ասում է ես տեր եմ իմ պետությանը, ես տեր եմ իմ պատմությանը, ես տեր եմ իմ նահատակների հիշատակին, եւ այս պետությունը հարատև լինելու է այն բանի նշանը, որ նրանք իզուր չեն ընկել, որ նրանց արյունը չի կորել, նրանց արյունը դարձել է ազատ, ինքնիշխան, հզոր, բարեկեցիկ պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց դրան էլ արարողակարգ կա։ Ասում ենք փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը եւ 3 անգամ պետք է ասել կեցե, փորձենք։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ խաղաղությանը տեր կանգնելու համար գիտեք ինչա պետք է անել։ Պետք է այդ մարդու ուժով եւ լեգիտիմությամբ այդ մեկ մարդու իշխան հասկանում եք ժողովուրդ ինչա տեղի ունեցել 2018 թվականի ընտրություններից հետո։ Տեղի է ունեցել մի բան եւ ուզում եմ որ մենք բոլորս դա գնահատենք։ Բոլորը դա գնահատենք։ 2018 թվականի ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մի մարդու եւ այդ մեկ մարդը ով է այդ մեկ մարդը։ Ով է մեկ մարդը։ Թող այդ մեկ մարդը ձեռ բարձրացնի, որին Հայաստանի Հանրապետությունում պատկանում է իշխանությունը։ Եվ այդ մեկ մարդը դու ես, այո, եւ ես խնդրում եմ ձեզ գնացեք 2026 թվականի հունիսի 27-ին ընտրական տեղամաս եւ տեր կանգնեք ձեր ինքնիշխանությանը, ձեր իշխանությանը, ձեր պետությանը, ձեր խաղաղությանը։ Իսկ դրա համար պետք է մի բան, այսինքն այս ամենի չի որպես կուլմինացիա, պետք է մի բան։ Էդ էլ գիտեք որն է, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին ժողովուրդ կարող է չեք քվեարկում 16-ին, ինչ որ, հա? Ես կարող է, ես ուրիշ հավաքի մեջ եմ հայտնվել։ Հələ մի հատ ասեք։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Այս ուրիշ բան, այս հասկացանք։ Լավ եղեք ժողովուրդ ջան, շնորհակալ ենք բոլորիդ։ Եթե մեր պատճառով մի քիչ թրջվել եք, ներողություն եմ խնդրում, բայց մենք էլ ենք մի քիչ թրջվել եւ ուզում ենք, որովհետեւ Գարունա, անձրևը կյանք է, դուք եք են ճանապարհին անձրևի տակը, վայ շնորհակալ եմ եւ անցանք նոր հասկացանք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Պարոն վարչապետ, ցավոք բանը։ Ես Facebook-ում Նայիրի Խաչատրյանը։ Ձերանը ի՞նչ է, ձերանը։ Պարոն վարչապետ, ես Նայիրի Խաչատրյանն եմ։ Ուրախ եմ Facebook-ում ճանաչում ես ինձ։ Նայիրի Խաչատրյան։ Ուրախ եմ եղբայր ջան։ Բայց ծանոթ է։ Ժորժ ջան, հիմա սենց եք անում, բուկլետով ով չունի բուկլետ տարածքում։ Բոլորին բուկլետ տրվել է։ Հիմա
Հիմա մի քիչ ուրա մեր ավտոբուսը ուրա։ Հիմա ով քարտեզ ուզում է քարտեզ ենք նվիրում եւ գնում ենք մեր հաջորդ կետը կներեք այս շտապողականության համար քարոզարշավի ընթացքում ամենամեծ մարտահրավերը ուշանալն է։ Ես ընդհանրապես չեմ սիրում ուշանալ դրա համար արագ գնանք որ ոչ մի այ Միչայլոտ Սյունիքի մարզի հիմնական հանրահավաքը նախատեսված է վաղը 7:30 Կապանի Գարեգին Նժդե հրապարակում։ Խնդրում եմ ով ժամանակ ունի, հավես ունի, հնարավորություն ունի, բոլորիդ մայիսի 9-ի ժամը 19:30-ին Կապանի Գարեգին Նժդեի հրապարակում մեծ հանրահավաք, մեծ հավաք նվիրված խաղաղության օրակարգին, նվիրված իհարկե Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ։